2026 թվականի հունվարի 1-ին Շիրակի մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան աղջիկ է։ Ծնվել է Գյումրի բժշկական կենտրոնի ծննդատանը 7:45-ին։ Տոնական օրերին Գյումրի բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը աշխատել է հերթապահությունների գրաֆիկով 24/7 ռեժիմով։ Այս օրերին բաժանմունքում ծննդաբերությունների ակտիվություն է գրանցվել։ Տոնական օրերի ընթացքում 22 ծնունդ ենք ունեցել, որը հունվար ամսվա համար բավականին ակտիվ ցուցանիշ է համարվում, իսկ փուն ամսի 1-ին ունեցել ենք 3 ծննդաբերության եւ 26 թվականի առաջի ծնունդը աղջիկ է եղել։ Բուժանձնակազմը աշխատել է առավել զգոն, քանի որ տոների ընթացքում փոխվում է նաեւ բուժառուների դիմելիության վարքագիծը, ստեղծելով լրացուցիչ ռիսկեր ինչպես մոր, այնպես էլ պտղի համար։ Տոնական օրերին աշխատելու մեջ մի հատ առանձնահատկություն կա, որ այդ հիմնականում վերաբերվում է հիվանդություն ունեցող կամ հղության ընթացքում առաջացած խնդիրներին կամ չեն ուզում դիմել այդ տոների պատճառով եւ հաճախ դիմում են վերջի պահին ավելի պարտացած իրավիճակում, այդ մի քիչ մեր աշխատանքը դժվարացնում է։ 2025 թվականը Շիրակի մարզում ամփոփվել է 2250 ծնունդով, տարվա ընթացքում լույս աշխարհ է եկել 1188 տղա եւ 1062 աղջիկ, իսկ 24 ծնունդ եղել է զույգ։ Հանրապետական մակարդակով ծնելիության նվազման պայմաններում մարզում արձանագրվել է համեմատաբար կայուն պատկեր։ Համարյա նույնքան ծնունդ է գրանցվել մեր մոտ, ինչքան 2024 թվականին։ Այդ կարևոր է, որ ընդանուր նվազման ֆոնի վրա կարողացել ենք ցուցանիշները պահպանել։ 2025-ի կարևոր նորամուծություններից մեկը ծննդատանը անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում արհեստական սերմնավորման ծառայության ներդրումն էր, որն արդեն տվել է իր առաջին արդյունքները։ Միևնույն ժամանակ պետական աջակցության շրջանակում 2026 թվականին նախատեսվում է նոր ծրագիր նաև նորամուսնացած զույգերի համար։ Պետպատվիրի շրջանակում նրանք հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ նախնական հետազոտություններ դեռ հղիության պլանավորման փուլում։ Հղիության վրա ազդող հաճախ հանդիպող ինֆեկցիաների հետազոտությունն է, հորմոնալ որոշ հետազոտություններ, տղամարդկանց սերմնահեղուկի հետազոտություն, որը կատարում է պետական պատվերի շրջանակներում։ Փետրվարից կարող ենք հավանաբար սկսել, հիմա գնումների գործընթացի մեջ ենք, որ ձեռք ենք բերում այդ անհրաժեշտ անալիզների նյութերը, բայց եթե կան զույգեր, որոնք ցանկություն են, կարող են արդեն միգվանից դիմել գրանցվել, այդ գրանցումով է կատարվում ու զույգերը կան, որ ուզում են, բայց չունեն այդ քաղաքացիական կապության ակտերում գրանցում, կարող են գրանցումը կատարել եւ համապատասխան փաստաթղթերով մոտենալ։ Բացի այդ, համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի փուլային ներդրումը ըստ մասնագետների կարող է էականորեն փոխել նաեւ ծննդատան աշխատանքի տրամաբանությունը։ Համապարփակ ապահովագրության շրջանակներում մարդիկ կարող են դիմել եւ առանց մտավախության ֆինանսական հարցերով առաջ կարող են մտահոգվել, հիմա ոնց որ թե հարցը կարգավորվում է, այնպես որ 26 թվականի ընթացքում ճիշտ կոչես հորդորես, որ դիմեն կանայք ժամանակին, չթողնեն խնդրումը խորը։ Անկախորից ու ժամից նոր ծնունդներով կյանքի շարունակության ֆոնին Գյումրու ծննդատանը առաջնային է մնում 2026-ին աշխատանքը նոր մասնաշենք տեղափոխելու սպասումը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի շտաբ բուժօգնություն ծառայություն, որտեղ իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է շտաբ բուժօգնություն ծառայությունում, ծանոթացել իրականացված ներդրումներին ու բարեփոխումներին։ Նշվել է, որ շարժակազմը համալրվել է ժամանակակից եւ գերհագեցած շտաբ բուժօգնության 7 նոր մեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են, մեկը Ռեանիմոբիլ։ Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ հնարավորություն են տալի շտաբ բուժօգնության անձնակազմին առավել արագ ու արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին, բարձրացնելով բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։ Ընդգծվել է, որ 2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել եւս 7-ից 10 ավտոմեքենա ավտոպարկի փուլային եւ ամբողջական թարմացման, ինչպես նաեւ ծառայության կայուն եւ անխափան աշխատանքի
աշխատանքի ապահովման նպատակով։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը, նշվել է, որ իրականացվել են թվայնացման ուղղված աշխատանքներ։ Մասնավորապես կանչերի գրանցումն իրականացվում է պլանշետների միջոցով, ներդրվել է նույնականացման համակարգ եւ իրականացվում է բուժառուների էլեկտրոնային գրանցում։ 103 ծառայության արդիականացման շրջանակում զանգերի ձայնագրման եւ մոնիտորինգի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասցվել է 0-ի։ Ընդգծվել է, որ համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի տարածքի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության 103 համարին մուտքագրված զանգերը, ապահովելով դրանց կենտրոնացված կոորդինացումը։ Ամբողջ հանրապետությունից զանգեր ստանում ենք, որվա կտրվածքով ստանում ենք մոտ այս պահին այս տարի մոտ 1800 կանչ, հիմնականում այսօրին 2000-2200 կանչ ենք ստանում զանգ, այս տարի փոքր-ինչ նվազել է, ոնց որ նշեցի, կանչերի 25%-ը հանրապետության տարբեր մարզերից այլնում զանգի, մնացածը Երևան։ Հիմա երկու կապ ունեն, խափանման դեպքում ավտոմատ միանում է մյուսը, կոչվում է ԵՄ կապը, ինքը թվային կապ է։ Բաստovat զանգեր ընդհանրապես չենք ունենում։ Հիմա մենք ինչ որոշեցինք զանգերը կենտրոնացնել։ Այո, օպերատիվ կառավարման կենտրոնը մենք մեքենաների process-ը սկսել ենք։ Հիմա մեր հիմնական պրակտիկ խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել, այդ շտապօրինության սահմանագծումը վերացնել։ Այսինքն մի ընդհանուր համակարգը ավելի համեն դեպս կանխավարկածներն ավելի հասանելի կլինի մարդկանց եւ որակյալ կլինի ծառայությունը, մի ժամանակ մոնիտորինգ կանենք, տեսնենք 103-ը փաստացի ամբողջ հանրապետությունով հասանելի է։ Այսինքն 103 զանգերի գալուս է այստեղ զանգը, այստեղից գնում է արդեն բան։ Հիմա այս ամբողջ կենտրոնը տեղափոխվում Եվ կլինի, հա, բոլորը կզանգեն 103։ Մենք պետք է ավելի լավ, այդ նախարարությունը պետք է ավելի լավ տեխնիկա։ Մենք այդպես էլ այո։ Ամեն ինչով պետք է բանը։ Պարոն վարչապետ, մի հատ է ուրիշ գործիք ենք հիմա ներդնում, որ քաղաքացին զանգելով 103, եթե ինքը չի կարող կողմնորոշվի, թե ինքը որտեղ է գտնվում, մենք իրան կարճ հաղորդագրություն ենք ուղարկում, ինքը ընդհանրապես սխմելով այդ կարճ հաղորդագրության վրա մենք իրան ավտոմատ արդեն տեսնում ենք, թե ինքը որտեղ է։ Սարերում կլինի, ձորերում կլինի, մենք իրան գտնենք արդեն քարտեզի վրա կոնկրետ տեղը իրան կտեսնենք։ Շատ լավ, դե չխնդրենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Արուջ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնին։ Միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուջի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր եւ մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը։ Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները։ Զարգանում է արդեն լավ գործեր ենք անում, հմտացել ենք, մի օր անպայման կհրավիրենք, լավ առիթ է։ Օրհնյալ Արարչինը Քրիստոս։ Ոնց եք, դուք ոնց եք։ լավ եք։ Լավա գործերը։ Իհարկե։ Ինչքան եք արտադրում տարի։ Տարի չկա, 6 ամիս է մեր նոր եք սկսել։ արտադրությունը, լիզինգային ծրագրով ենք սկսել։ Շատ լավ է, շատ լավ։ Պետության, կառավարության սուբսիդավորման։ Ստացվում է վաճառքները։ Իհարկե, մեր աշխատելուց կախված։ Իհարկե, դե հաջողություն եք։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, հաջողություն։ Քրիստոս ծնավ։ Օրհնյալ է Արարչին։
Դուք ինչքան ժամանակավոր սկսել եք։ 5-րդ տարին է արդեն։ 5-րդ ո՞նց են գործերը լավ են։ Լավ են։ Գիտեք կառավարության լիզինգի ծրագրի մասին գիտեք, որ սարքավորումներ առնելու փոխում կարող է ծանոթացել եմ։ Մերսի շատ։ 16 միլիոն դրամի պետական ծրագիրը փոխել է Հայաստանի 60 գյուղերի դիմագիծը։ Առաջին քայլերը անող Տավուշցի եռյակ քույրերը մի քանի ամսից իրենց ոտքով նոր տուն կտեղափոխվեն։ Բերքաբերում կառուցվող 103 տներից մեկն իրենցն է։ Այստեղ ու Տավուշի եւս 3 գյուղում աջակցությունը 16-ի փոխարեն 21 միլիոն դրամ է։ Դրացուցիչ 5 միլիոնը տունը նորոգելու համար։ Կամաց առաջ քայլողը Բազմանդամ ընտանիքը ոչ միայն եռյակին, այլ նաև երազանքի տանն է երկար սպասել։ Արդեն սկսել են քիչ-քիչ կահավորել տունը։ Կարևորը տոնածառը եւս հասցրել են տեղադրել երազանքներով լի նոր առանձնատանը։ Կահույքն էլ առաջինը բերել են փոքրիկների սենյակի համար։ Ջրի գազի հարցն էլ լուծեն, մայլյաններն արդեն կապրեն նոր բնակարանում։ Ամառվա, որ եռյակնից մի քիչ մեծանան, փոքր են դեռ։ Ապրենք խաղաղ երկնքի տակ, մենք ապրում ենք սահմանում, չլսենք կրակոցների ձայներ, առողջ լինեն բոլորը։ 2022-ին մեկնարկած 16 միլիոն դրամի ծրագրով ամենաշատ տները կառուցվում են Տավուշում։ Այս պահին հաստատված է ընդհանուր 2316 շահառուի հայտ, որից 2268-ը արդեն վարկավորվել են, սկսել են շինաշխատանքները։ Արարատում 145, Գեղարքունիքում 108, Սյունիքում 225, Վայոց ձորում 308, Տավուշում 1530։ Մի քանի հարց է ըստ էության լուծում։ Մեկը դա սահմանամերձ մեր գյուղերում կյանքի պայմանների բարելավումն է, մեր քաղաքացիների համար ավելի լավ տներ ունենալը, նաև հատկապես մեծ ընտանիքների դեպքում, երբ որ մի տան մեջ են ապրում եւ հնարավորություն չունեն նոր տուն ունենալու եւ երիտասարդ ընտանիքները ըստ էության առանձնանում եւ նոր տներ են ստեղծում, կապիտալ շինարարության շուրջ ընդհանրապես աշխուժությունն է, դա ըստ էության տնտեսության ճյուղերից ամենակարևոր ճյուղերից մեկն է, զբաղվածությունը ինչու ոչ, որովհետեւ թե շինարարներն են աշխատում, թե իրենք են ըստ էության միգուցե նաև ինչ-որ գործ անում, որտեղ սա մասշտաբային ծրագիր է, սա ինչ-որ 1, 2, 3 տուն չպատկերացնում եք, դա հազարավոր տներ են ըստ էության, ու նաև բնակ ֆոնդի թարմացում, հա, որպես վերջի կետ կարելի է նշել, չեմ վարանի ասել նաև ժողովրդագրական նշանակություն։ 209 ընտանիք ներկայացրել է ավարտական ակտը, նորակառույցները հանձնվել են շահագործման, ծրագրի շնորհիվ թարմացել են նաև երասխի բնակ ֆոնդը, ստեղծվել են նոր թաղամասեր, Արարատի 145 հայտից 75-ը երասխում է, 4 սենյականոց առանձնատանը կապրի բազմազավակ ընտանիք, շինարար բարեկամը վստահ է բնակարանամուտի օրերը հաշված են։ 20 օր էս առաստաղները հավաքենք ու սպիտակացնենք։ Ստեղ արդեն պատրաստ ամեն ինչը սանհանգույց է։ Ամայի տարածք է, ողջունությունը մեծ է, ավելանում են հիմնական բնակիչները, երասխը սահմանամերձ գյուղ է, ինքնին այդ փոխվեց էլի վիճակը, ժողովուրդն ավելացավ, ավելի կամապնդվի, ներդրումները։ Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցության այս ծրագիրն իրականացվում է բանկերի հիպոթեկային վարկավորման միջոցով, ինչն էլ նախարար Թորոսյանի խոսքով տալիս է երաշխիք, որ այդ ամենը հնարավորինս ճիշտ օգտագործվի, զրոյացվի ռիսկը, որ մարդիկ գումարը կվերցնեն ու չեն սարքի տունը։ Բանկերն ի դեպ փուլերով են փոխանցում գումարը։ Շինարարության դանդաղ տեմպի կամ խնդրահարույց այլ դեպքերը չնչին են։ Ծրագրի եռամյա ընթացքն ամփոփելով նշում է նախարարը։ Հիմնականում են դեպքերն, երբ որ մեր քաղաքացիներ մի քիչ ավելի մեծ տուն են ուզում կառուցեն, քան թե այդ գումարը բավարարում է, բայց նաև ունենք դեպքեր, գիտեք, դա էլ է շատ ողջունելի կամ ուրախալի փաստ, երբ որ դու տալիս ես 16 միլիոն պետության կողմից, բայց քաղաքացին նախ կարիք ունի ավելի մեծ տան եւ ինքն էլ իր կողմից կամ հավելյալ վարկաներ գրավում կամ իր խնայողություններն ավելացնում եւ ավելի մեծ արկառություն չի սահմանափակվում միայն 16 միլիոնով։ Տարիների սպասումից հետո Մամիկոն Համբարձումյանը վերջապես աներոջն է վերադարձրել Զառիթափի ժամանակավոր տան բանալին։ Մեր նկարահանման պահին կինն ու դուստրը տանը չէին։ Երազանքն է եղել Արենիում ունենալ սեփական տուն։ Տոնական զարդարանքը հետ է քաշում, պատուհանից բացվում է եկեղեցուն նայող հրաշք տեսարան։ Իմ աղջկանս դիջինից մենք բանակցել ենք իրար հետ, լրիվ ռեմոնտ բան լրիվ իրար հետ բանակցելով այս գործը մենք արել ենք ավարտին հասցրել։ 26 թիվը կդիմավորենք մեր բնակարանը, նոր բնակարանը։ Ու դրանից հետո մի մոմենտ երևի աստավիդանենք մեր բոլոր տեսակի աշխատանքները, ընկենք մեր ցանկությունների եղձերի հետևից։ Գարնանն արդեն կսկսի բարեկարգել բակը, աստիճան կավելացնի, պատշգամբում բազալտե քարեր կշարի։ Ոնց որի թեվա թափելածելի, որ ես արդեն 55 տարեկան եմ,
Ես տուն չունեմ։ Ձմեռբաբին, ես չեմ հավատում ձմեռբաբին, բայց երեխեքին համոզում եմ, որ ինքը գոյություն ունի։ Բայց հրաշքի էլ չեք հավատում։ Հրաշքի հավատում։ Ես հրաշք բանա։ Ես շատ հրաշք կա, որ մենք բնակարան ունենք։ Մինչև նոր տուն տեղափոխվելը Խաչիկցի Բադալյաններն ապրել են 100 տարվա տանը, ինչպես ասում են, բոլորով յոլա գնացել մեկ սենյակում։ Ծրագրից օգտվել ենք, անցած տարի սկսել ենք կառուցել, այս տարի վերջացրել ենք, սա մեր խոհանոցն է, սա միջանցքն է, երեխաները չեն ունեցել իրանց առանձին սենյակները, այդ այս պատճառով կառուցել ենք ամենքին առանձին սենյակներ, որ իրանց երազանքը կատարվի։ Պետության 16 միլիոն դրամ աջակցությանը Բադալյանները 7 միլիոն դրամ են ավելացրել, միասին ընտրել ներքին հարդարման գույները, կահույքը, միասին են շարել անգամ քարերը։ Աղջիկը սանին այդքան ջուրը ինքն ա կրե, ավազա կրե, կադրերն էլ կան, թե ոնց ես ու քույրս շարից սկսած օգնել ենք մեր ծնողներին, վարպետներին, որպեսզի կարողանանք այսօր մեր տանը հասնենք ու ունենենք մեր սեփական սենյակները, մեր մեծ տունը։ Ամանորին մաղթում եմ խաղաղություն ամենակարևորը, երեխեքին առողջություն, ծրագիրը շարունակական լինի։ Ամանորի վերջին բարեմաղթանքն արդեն գրեթե կատարման փուլում է։ Կառավարությունը քննարկում է բնակարանաշինական խոշոր այս ծրագիրը որոշ փոփոխություններով վերաբացելու հնարավորությունը, հաշվի առնելով պահանջարկն ու նաև հաջող ընթացքը։ Տարածքային համաչափ զարգացման համատեքստում, որտեղ քիչ է կառուցվել, պետությունը նոր նախագծով կխրախուսի, որ շատ տներ կառուցվեն հենց այդ գյուղերում։ Սա կլինի ծրագրի վերաբացման պայմաններից մեկը։ Եթե օրինակ կա 100 տուն եւ կառուցվել է 10 տուն մի գյուղում, իսկ մեկ ուրիշ գյուղում կա 100 տուն եւ կառուցվել է 50 տուն, ասենք 50 տուն կառուցվածում ավելի քիչ հավանական է, որ կթողնենք 10 տուն կառուցվածում։ Նաև անդրադառնալու ենք իհարկե նախկին ճակերտավոր ասած պարտքերին, որտեղ եղել են քաղաքացիներ, որոնք որ վերցրել են շինթույլտվություն եւ հողամասն ձեռք բերած եղել մինչև 25 թվականի մայիս իրենց էլ ենք հավանաբար թույլ տալու, կարծես թե մարել, հա, պարտքերը, մեր պարտքերը իրենց նկատմամբ, քանի որ մենք այնց հայտարարել ենք, իրենք ողջևորված այդ ամեն չարել են, բայց քվոտաները վերջացել են։ Ծրագրում կընդգրկվեն նոր բնակավայրեր, որոնք ունեն նորակառույց դպրոցներ, բայց քիչ աշակերտներ։ Նպատակն է խթանել, որ այդ գյուղերում երեխաների թիվը ավելանա։ Կարևոր է, որ մարդիկ ապրեն այդ տներում։ Ենթակառուցվածքներն են, որպեսզի հնարավոր լինի այդ գյուղ հասնել եւ օրինակ դրան նպաստում է ամենամեծ չափով ճանապարհաշինությունը մեր երկրում ինտենսիվ ընթացող, այդ թվում նաև փոքր գյուղեր, դուք շատ հանգիստ կարող եք տեսնել, թե ինչքան միլիոնավոր, հարյուրավոր միլիոնավոր դրամներ են ծախսվում, օրինակ մի քանի 100 բնակիչ ունեցող գյուղ ճանապարհ կառուցելու համար եւ դրանից ավելի լավ պայման դժվար է պատկերացնել դպրոցների կառուցումը, որպեսզի որակյալ կրթություն երեխաները ստանան այդ գյուղերում։ Ամենաշատը ընդգրկված Արենի բնակավայրն է 214 շահառու, այսինքն 214 ընտանիք նոր բնակարաններ են կառուցում, Խաչիկ բնակավայրն է մոտ 40 հոգի։ Բադալյանները շտապում են բացել տոնական սեղանը, թարմացնում զարդարանքը, մտապահում երազանքներ, որ նոր տարում նոր տանը իրականություն դառնան։ Իմ ցանկությունը ընդունվեմ համալսարան, իմ ուզած բաժինը ու սովորեմ իմ ուզած մասնագիտությունով։ Որն է դա։ Մարքեթինգ, բիզնես կառավարում։ Ինչպես նախորդ տարի այս անգամ էլ հայրը Ամանորի գիշերը մեկնում է ծառայության, տոնական շամպայնը աղջիկները բացեցին։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդական խմբավորումների միջև լուրջ բախումներ են տեղի ունեցել, զլմների տվյալով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր եւ վիրավորներ։ Քաղաքային դպրոցները, համալսարանները եւ կառավարական կառույցները դադարեցրել են աշխատանքը։ Հալեպի օդանավակայանում չվերթները հետաձգվել են։ Կառավարական եւ քրդական ուժերն իրար են մեղադրել էսկալացիայի համար։ Հալեպում լուրերի թղթակից Զարմիկ Պողիկյանը հայտնում է, որ բախումներ են գրանցվել նաեւ հայաբնակ թաղամասերի մոտ, որոնք նույնպես հայտնվել են վտանգավոր գոտում, սակայն մինչ այս պահը արձանագրվել են միայն նյութական վնասներ։ Սիրիայի զինված ուժերին քրդերի ռազմական կազմավորումների ինտեգրման հարցով բախումներից օրեր առաջ Դամասկոսում տեղի էին ունեցել հերթական բանակցությունները Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարության եւ Սիրիայի իշխանությունների միջև։ Քրդական կողմը հայտնել է, որ այս հարցում առաջընթաց կա, սակայն մանրամասները հետագայում պետք է համաձայնեցվեն։
Իրանական ռեալի աննախադեպ անկման ֆոնին Իսլամական Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում բռնկված բողոքի ակցիաները չեն դադարում։ Քաղաքացիները պահանջում են տնտեսական բարեփոխումներ իրականացնել, հնչում են նաև հակաիշխանական կարգախոսներ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի ցուցարարները գրավել են Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Աբդանան քաղաքը, իսկ մի շարք ոստիկաններ անցել են ակցիայի մասնակիցների կողմ։ Սակայն իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցները հերքել են այդ տեղեկությունը։ Human Rights Activists News գործակալության տվյալով ցույցերի ընթացքում զոհերի թիվն արդեն հասնում է 35-ի, այդ թվում իրավապահներ։ Վիրավորվել է ավելի քան 60 ցուցարար, 1200 մարդ ձերբակալվել է։ Փարիզում Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ Ուկրաինայի աջակիցների հանդիպումից հետո ընդունվել է փարիզյան հռչակագիրը, որը բաղկացած է 5 կետից։ Փաստաթղթի համաձայն պատերազմի դադարեցումից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կհետևի հրադադարի պահպանմանը։ Մոնիթորինգը կիրականացվի Վաշինգտոնի ղեկավարությամբ։ Կամավորների կոալիցիան կշարունակի աջակցել Ուկրաինայի բանակին, որը Ռուսաստանի կողմից հնարավոր նոր ագրեսիայի դեպքում պետք է դառնա պաշտպանության առաջին գիծը։ Ըստ հռչակագրի Ուկրաինայում պետք է նաև բազմազգ ուժեր տեղակայվեն, օգնելու վերականգնել ուկրաինական զինված ուժերը եւ նպաստել ագրեսիաների զսպմանը։ Դաշնակիցների աջակցությունը կարող է ներառել նաև Ուկրաինայի ռազմական, լոգիստիկ, դիվանագիտական կարողությունների ամրապնդումը եւ լրացուցիչ պատժամիջոցների կիրառումը։ Ակնկալվում է, որ գործընկերները պաշտպանական երկարաժամկետ գործակցություն կվարեն Կիևի հետ։ Դա ենթադրում է ռազմական վարժանքներ, զենքի համատեղ արտադրություն եւ հետախուզական համագործակցություն։ Բացի այդ, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ուկրաինան եռակողմ հռչակագիր են ստորագրել, որով Փարիզն ու Լոնդոնը պատրաստակամություն են հայտնել պատերազմի ավարտից հետո զորքեր ուղարկել Ուկրաինայի տարածք ապահովելու երկրի անվտանգությունը օդում եւ ջրում։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ հրադադարի դեպքում Լոնդոնը եւ Փարիզը նաեւ ռազմական կենտրոններ կստեղծեն Ուկրաինայում։ Կարևոր է, որ տարին սկսենք այսպես. եվրոպացի եւ ամերիկացի դաշնակիցները Ուկրաինայի նախագահի կողքին պաշտպանում են խաղաղությունը։ Մոտ ենք այս նպատակին ավելի քան երբևէ, բայց ամենադժվար խնդիրները դեռ առջևում են, հավելել է Քիր Սթարմերը։ Էմանուել Մակրոնն էլ հիշեցրել է, որ անցյալում Ռուսաստանը բազմիցս խախտել է այդ թվում Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ձեռք բերված խաղաղության պայմանավորվածությունները։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է Կիևի եւ Մոսկվայի միջև հուսալի պայմանագրի հասնելու կարեւորությունը, տեղեկացրել, որ մտադիր է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնը հավելել է, որ ծովում անվտանգության ապահովմանը կներգրավվի նաեւ Թուրքիան։ Գերմանիայի կանցլերը վստահեցրել է, Բերլինը պատասխանատվություն կստանձնի Ուկրաինայի եւ ամբողջ Եվրոպայի անվտանգության համար։ Զելենսկին մամուլի ասուլիսում նշել է, որ ներկայումս ամենախնդրահարույցը տարածքների հարցն է։ Կիևը պատրաստ է անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրեր կնքել Վաշինգտոնի հետ, սակայն դրանք դեռ պետք է մշակվեն։ Փարիզում էին նաև ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը եւ Ջարեդ Քուշները, որոնք եւս հայտարարել են, որ Վաշինգտոնը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել եւ նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։ Ամերիկյան կողմը հերթական անգամ շեշտել է, Դոնալդ Թրամփը խաղաղություն է ցանկանում։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունն առաջիկայում 30-ից 50 միլիոն բարել նավթ կմատակարարի Միացյալ Նահանգներ։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով նավթը կվաճառվի շուկայական գնով եւ ինքն անձամբ կվերահսկի բոլոր միջոցները, ապահովելու, որ գումարները ծառայեն իշահ Վենեսուելայի եւ Միացյալ Նահանգների ժողովուրդների։ Կարակասից դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը, արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Վաշինգտոնը Վենեսուելայից պահանջում է նավթային ոլորտում արտոնյալ գործընկերություն վարել Միացյալ Նահանգների հետ եւ դադարեցնել շփումները Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Կուբայի հետ։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա սուք է հայտարարել ամերիկյան գործողության հետևանքով զոհված զինծառայողների հիշատակին։ Ավելի վաղ Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը սպանել են Մադուրոյի անվտանգության աշխատակիցների։ Բանակի տվյալով վենեսուելական կողմից զոհվել է 23 մարդ, ըստ ԶԼՄ-ների այդ թիվը հատում է 40-ը։ Ամանորի լեփլեցուն սեղաններ, ուրախ տրամադրություն, ընտանեկան միջավայր եւ լիարժեք ազատություն։ Ի վերջո ամեն բան ունի սկիզբ եւ ավարտ, ասվածի հետ բոլորն են համաձայն, բայց ոչ բոլորն են ի վիճակի լիարժեք լիցքաթափումից հետո հեշտությամբ վերադառնալ աշխատանքի։ Տրամադրության անկում, դատարկության զգացում եւ անտարբերություն։ Եթե ունեք այս ախտանիշները, ուրեմն հետոնական ստրես եք ապրում։ Հոգեբանների կարծիքն է։ Այնուամենայնիվ պետք է նշել, որ կա իսկապես այսպես կոչված հետոնական ստրեսը,
բայց ելի հանուն արդարության պետք է նշենք, որ այն լուրջ վտանգ չի սպառնում մեր հոգեկան առողջությանը։ Երբ արձակուրդի ընթացքում մենք չունենք աշխատանքային որևիցե պարտականություն եւ պատասխանատվություն եւ ամբողջությամբ ելի վերակառուցվում է մեր հոգեկանը, ամբողջությամբ մենք տրված ենք լինում այդ ամանորյա շփումներին, ակտիվ շփումներին այն ժամանակը, որ մենք չենք ունենում ընկերների, հարազատների, ինչու՞ չէ նաեւ երեխաների հետ շփմանը, այս արձակուրդը հիանալի հնարավորություն է ամբողջությամբ մտնելու այդ էմոցիա դաշտի մեջ ու դրանից հետո դուրս գալուց հետո մենք զգում ենք յուրահատուկ դատարկություն էմոցիոնալ առումով։ Մասնագետները կարծում են ինքդ քեզնից մեծ սպասումները եւ կատարելության հասնելու փորձերը մեծացնում են հետոնական սթրեսի հավանականությունը եւ դա առավել հաճախ նկատելի է ձմռան ամիսներին, երբ լույսի պակաս ենք զգում։ Կրկին մասնագետներն են փաստում եւ խորհուրդ տալիս սթրեսից դուրս գալու համար բանան, նուռ, շոկոլադ ուտել եւ մարզվել։ Փորձենք մեր օրգանիզմը վերակառուցել եւ ըստ այդ նաեւ հոգեբանորեն տրամադրվել, որ շուտով իհարկե աշխատանքային մեր բնականon ռիթմը մեզ է սպասում։ Ու նաև մի քիչ ավելի մեղմելու նպատակով փորձենք փոքր կամրջակ կառուցել ամանորյա այդ տոների եւ աշխատանքային այդ օրերի միջև, այսինքն կիսվենք գոլեգաների հետ մեր ամանորյա ամենավառ հիշողություններով, ամենալավ տպավորություններով ու փորձենք այդ անցումը ավելի սահուն դարձնել ամանորյա այդ հրաշքից դեպի աշխատանքային բնականon կյանք։ Ընդամենը 2-3 օր հետո արդեն մարդիկ ամբողջությամբ հաղթահարած են լինում այդ ամանորյա սթրեսը։ Մեր հարցմանը մասնակցած ոչ բոլոր կապանցիներն էին հետոնական ստրես ասվածի հետ այնքան էլ համամիտ։ Այդ ինչ հարմարվի 3-4 օր է, դա հարմարվի, լավ։ Արձակուրդ չի 40 օր, որ ասենք, հետո դժերն է, հասկանում դա։ Մտածում եք, որ ստրես չկա։ Չէ։ Ամեն ինչ չափավոր, եթե տոն օրերը չափավոր օգտագործվի, սնունդը, նախմիջքը եւ այլ, ինձ թվում է ստրես չի լինի։ Դե իհարկե տարբերություն կա, ասենք մարդ գնում արձակուրդ, հետո արձակուրդ հետո մի քիչ դժվար է, չէ՞ գալ աշխատանքի, բայց պետք է հարմարվի։ Պետք է աշխատես, որ կարաս ապրես։ Ես կոմունիստ եմ եղել, հիմա եմ կոմունիստ։ Այն ժամանակ ինչ ստրես։ Այսինքն ինչու չպիտի գնան աշխատի, բայց ինչով ապրեն։ Ես ստրես չեմ տարել, ուրախ տրամադրությունով տուն եմ գնացել, շատ ուրախ տրամադրությամբ եկել աշխատանքի։ Բոլոր դեպքում աշխատելը անհրաժեշտ է բոլորի համար, եթե ի վիճակի են։ Պետք է միշտ հիշենք, որ առջևում սպասում է մեզ աշխատանքը եւ աշխատավարձը, առանց որի հնարավոր չէ ամեն ինչը կազմակերպել տոները, պետք է նորից գնանք աշխատանքի, նորից ստանանք աշխատավարձ, կարողանանք կազմակերպել տոներ, հետո դուրս գանք հետոնական սթրեսից։ Հերմինե Միքայելյան, Ալեն Զատարյան, Սյունիք լուրեր։